Իսկ ինչն ես ամենաշատը կարոտում հին մարմնիդ մեջ։ Բարությունը։ Որովհետև գերմարտիկ բարի են լինում։ Իսկ ես ինչքան նիհար եմ, այդքան թարախ եմ դառի արա։ Ոնց կարաս բարելն ես, որ 20 հոգու ուտելիք ես ուտում։ Դու բարությունից մի խոսա, այն մուրացկան տպող։ Ես մուրացկանին տպել եմ, որ բերեմ, ես մուրալիքային վարանում քո ուտելիքը թակախնես։ Ստոն, ուրիշ աղորդմա դարում։ Ես հրավիրում եմ անվտանգություն։ Բայց ինչ ես միայն տխուր ժամանակ խոսում, ինչ տա խանգարում նորմալ հավես ժամանակ գնաս մտ բարև ես այդ տխուր։ Դե ոչ միայն տխուր, բայց հիմնականում տխուր ժամանակ, որովհետև ես հիմա անկեղծած չեմ կարողանում, ցանկություն կա, բայց չեմ կարողանում շատ ուտել ու տխրում եմ այդ քիչ ուտելուց ու գոնե նայում եմ այն ժամանակները, երբ որ ես գեր էի ու երջանիկ, բայց շուտ մահացող։ Հիմա նայում եմ իրան ու ասում եմ, ինչ լավ, ոնց որ զույգ աղբերս լինի, էլի, նկարներով նայում եմ ու սենց Հեռախոսի նկարներն թե տպած ունես կոնկրետ վրձինով, չէ, իհարկե հեռախոսի նկարները ոչ ոք չի ապրել ձեզանից այդ ամեն օրը, ոնց որ Բոնին հիմա բոյովանը արագ ինձ կկարոտի իր փոքր։ Ես երբեք չեմ նայ կոլոտ նկարներից կարոտում։ Ասեմ արա ինչ լավա բոյով եմ, ես ինչ է։ Ուրեմն ես ավելի երջանիկ եմ։ Ինքը չի կարոտում, այլ նայում ասում է դե լավ չեմ ուտի, որ էլի տենց չդառնա, միգուցե։ Կա նման բան էլ կա, բայց ավելի շատ ես կարոտում եմ այդ ժամանակները, որովհետև այն սերը, որ կար հանդիսատեսի հեռուստադիտողի կողմից, ավելի շատ այդ գեր ժամանակներ, որովհետև լիքը մարդենում ասում քեզ սենց չի սազում, քեզ նենց ավելի ինֆարկտ խփելու կոմտանող մարմնով էր սազում։ Ավելի բազմաթիվ անոթային հիվանդություններով էր քեզ սազում, տրոմբ էր քեզ սազում։ Իսկ որ նայում ես այդ գեր նկարի։ Քեզ լյարդից հերոս ահավոր սազում էր, ախր հիմա ինչի ես տենց առողջ ուրախ ապրում։